եզրույթ առարկում ենք նշվածով դատարանի գործողությունների, չէ՞։ Դատարան մեկ անգամ դեպարտությունը կարող գերավոր ներկայացնել ցենց վարորդի թվերի հետագա հաջորդ դատական նիստին դա հաշվի կառուցի հոդվածի առաջին մասի 50-րդ կետն հենց գերավոր է նախատեսում առավոտությունը, որ վարորդի թվերն անցած դատական նիստին երկար չեմ եղել բանության պատճառով, բայց հետևել եմ ամբողջ դատական նիստին, եք ասինել, որ հաստաբան Վարդամանյանը ինչ է ասում, որ գնդակարել է ներողացել եմ էլի, Հիմա դրա մասին ինչի համար եք ասում։ Որ ինչի համար ասում, որ չեմ Դե իրա դատարանական իրավունքից է օգտվում, առարկում։ Ես էլ եմ իրավունքից չօգտվում։ Դուք ինչ եք անում։ Առարկում եք դատարանի գործողությունները։ Դատարանի Ինչ եք ուղղարի ասում։ Ասում եմ, որ աշխարհարչա սուփասան կաստաբանն է, էլ եմ ասում։ Հաջորդի նմանատիպ արտահայտություններ հնչեցնելու դեպքում դատարան ձեռնարկական սանկցիա։ Պատվարժան դատարան, եթե իրականում չեք կիրառում դատավարական սանկցիա, այն պայմաններում, որ նախորդող դատավարական նիստերի ընթացքում այդ թվում նախագահի եւ մյուս մասնակիցների նկատմամբ դուք միշտ սանկցիա կիրառել եք, եւ այս պարագայում ես միշտ էլ ասել եմ, ամեն դեպքում պարոն Քլոյանի վիշտը ես ընկալում, բայց պարոն Քլոյանին որևէ մեկը իրավունք չի տվել, առավել ևս իմ նկատմամբ նման արտահայտությամբ հանդես գալու։ Ես ինձ նաև որպես հայ մարդ տարիքը հաշվի առնելով չեմ պատասխանում ես, բայց այն, որ ձեր արտահայտությունը պետք է ունենա իրավական հետևանք, անխոս։ Իդեպ, գործընկերս գտնում է, որ քրեական հետապնդում ձեր նկատմամբ պետք է հարմարվի։ Դե դեպքում դուք կարող եք ինքնակամել ներկայանաք հաջորդ անգամ քննչական մարմին, մինչև տենց արտահայտություններ անելը, բայց ես միևնույն է ձեր տարիքը հարգում եմ եւ դատարանին եմ հարգում, որ հիմա ձեզ չեմ պատասխանում։ Շնորհակալություն։ Պատվարժան դատարան, իմ համար ընկալելի չէր ձեր խտրական վերաբերմունքը, որովհետև ամենայն դեպս պաշտպանական կողմի նկատմամբ, հատկապես կարկառունի նկատմամբ, յուրաքանչյուր բառ, որ ես ասում եմ, եւ նախորդ դատական նիստին ասի, որ իմ մոտ տպավորություն է, որ ես շուտով եթե ասեմ հարգելի դատան, դուք էլի կիրառելու եք սանկցիա։ Բայց դուք սանկցիա եք կիրառում են, պաշտպանություն, երբ որ կիրառելու իրավունք չունեք, եւ այն պայմաններում, երբ որ ակնհայտ եք սանկցիա կիրառեք, ասում եք հաջորդ անգամ կկիրառեք։ Սա կոնկրետ խտրական վերաբերմունք է, ուղղակի արձանագրենք այս փաստը, հետագայում իհարկե դա ունենա համապատասխան Կարելի է։ Սահակյան, դուք նաև հաշվի չեք կարգում մեր հանգամանքը, որ դատարանը մեկ անգամ ամենայնպես ընդգծել է, որ առանձնակի հարկանք ունի որևէ հակակերան կամ առավել ընդգծված բացասական վերաբերում ձեր նկատմամբ դատարանը չունի, ձեր միամսյակներ շնորհավոր։ Շնորհակալ եմ շատ, բայց ձեր գործողությունները հակառակի մասին։ Կարճ բարձրացան շարունակեք մեր գործընթացը։ Պատվարժան դատարան, այս ֆորումը ձեր